Բարլույս Հայաստան, առհասարակ առավոտները հանձնյալ ժամանակները վերմունք պիտի ամեն ինչ սկսենք նորովի ու հնարավորություն կա մեր անցած օրվա երեկոյի եւ գիշերային կախարդանքը, մեր ամբողջ ֆանտազիան ստի ասած կյանքի վերածինք։ Սորժվա առավոտը հենց այդ ամեն ինչն ենք փորձելու միավորինք, ինչպես նաեւ կախարդանք ու իրական Արցախ, այս հարցումը զլավագույնս օգնելու է լրագրող Գառնիկ Ալեքսանյանը, Բարլույս Գառնիկ, օգնելուս, որովհետեւ դու Մենակ ու տերտակ չես եկալ տաղավար, քզնա հետ բերալ ես Ժենգյալի համը, գիրքը, որի շնոր հանդեսը նորա տեղի ունեցալ եւ մունք տեղյակ ենք դրա մասին, ուսոր ուզում ենք խոսենք դրա մասին, մանավանդ վերգիդում ենք վեր տա մանկական ֆենթեզի ժանրի մեջ է, բայց ոնց հասկանում դուտեղ համադրալ ես նաեւ Արցախի իրական այդ պատմությունը, մշակույթը եւ հիմա ավելի մանրամասն դու պետք է մաս պատմես ինչի մասին է դա։ Պատրաստ ես։ Շատ լավ։ Նախ ուզում եմ հատ, սկսենք դրա, այս մի անգամից արդեն նվերավ ենք սկսում։ Ժենգյալի համը։ Ինչա Իրանից ներկայացնում այս գիրքը եւ ոնց է ծնվել ինքը։ Դե նախապատմությունը ավելի երկան է, երևի եթե դիսկսենք, Ժենգյալի համը իմ երկրորդ գիրքն է, առաջինը Ակնալուչի մեռյալները դետեկտիվ թրիլեր ժանրում այլել ու դա իմ առաջի փորձն էր, այսպես ասած, գրական աշխարհում, որից հետո արդեն ինքնիստիկյան կապ էր ստեղծված տեղի հրատարակությունների, գրախանութների եւ այլն հետ, ու Da Vinci հրատարակության տնօրեն Հայկ Աջապահյանի կողմից առաջարկ ալալ, գուցե այս մի ժանրում էլ փորձիմ երկրորդ գիրքը, որտեղ ընթացքում հանդիպելիս քննարկելիս ինչ մտքեր, ինչ իդեաներ ունի մորիշ, ու ինքը մի քանի ամիս քննարկվել է երբալ, վերջապես կանգ առավ, բանկական ֆենտեզի Արցախի նվիրված, ու դրանից հետո ես արդեն սկսել եմ աշխատել, նախ առաջերտին պատմությունը այդ աշխարհը, ֆենտեզի աշխարհ ստեղծելի մտքում թղթերի վրա նշումներով, գիրքում կան առասպելական հերոսներ, որոնց ես պատկերացրել եմ փորձամ նկարի մատիտավ առաջերտին ինքս ինձ հետ այդ աշխարհը կառուցալ, հետո ես ինքս ինձ հետ հասկացամ, որ պետք է նաև ինքը կրթական ու ճանաչողական ինչ-որ գիծ ունենա, ու դա իմ սկսա մտածել ինչ ձև կարելի արա միքսրած, որ ես համ երեխաներին այդ ֆենտեզի ուղղությամբ կախարդական աշխարհ հետաքրքրել, նաև ինտեգրված զուգահեռ, ինչ-որ բան ստանան։ Նաև ինձ դա մի կողմից բենարալ որ իմ աղջիկս Արևիկը ու գրքի հերոսներից մեկի անունն է ու նաև իմ մի բարեկամ որ արմատներով Արցախից է բայց Հայաստան Երևանում էր ապրում ու իր խոխան դիել Արցախը իլերչի ու տեսարչի ու ավելի շատ ինձ ներշնչալն այդ քուճի խոխենքը ու մենք դեռ կարում էլ չկարդին վերապագայում ես Հյուրաստան ինչ-որ մի գիրք, վիրակ կարդին ու չնեն չին։ Հենց գրքի կազմին ես տեսնում Երևանցի Հայկի եւ Շուշեցի Արևիկի ու ամենագետ Կելֆի արկածները, այսինքն Հայկը, Արևիկը հասկացիք ու այդքան արդեն։ Կարճ կարին պատմեմ ինչի մասի է գիրքը։ Իհարկե, այսինքն հետաքրությանը չխախտելա, որպեսզի կարդին ու հետարքի լինի։ Անպայման։ Ուրեմն հանգամանքներից ելնելով Հայկը ծնողները իրան մենակով հարկում են Շուշի, յուրան պապիկին, տատիկին կողքը, մորական կողմով, ու ինքը առաջի անգամ Արցախում, դետքան այդ որոշման հետ համաձայն չի լալ, վերքինամա անձանոտող, այդքան ինքի վեշ շատ են գիտում չի։ Քանի տարեկան է Հայկը։ 11։ Ու ընդեղ քինամա յուրան պապիկին, տատիկին կողքը, դեդո բաբուին կողքը ու յուրան մորակրոջ աղջիկա հետ է ծանոթանում Արևիկի։ Ու էլ միշտ ապրալավ Շուշի ու ինքն էլ չի Երևանում։ Ու իրաց մեջ դի կոնֆլիկտա դեխող ենք են նույնատարիքի կոնֆլիկտ առաջանում, դի կռվում են, դեդոն բաբոն տրանես նեղում են, ես խեստի տռապայ սոպենքը վերին էլ լավ չեն, ու դի կռվի արդյունքում իրակ Շուշի հայտնվում են բոլորիս հայտնի ռեալական ուսումնարանում։ Ես հատուկ տան դրա ինձ հետ է Արցախյան ամենա, այսպես ասած, տարբերող կառույցներից մեկը ռեալական ուսումնարանը երևի կհամաձայնվի։ Իհարկե, ոչ միայն ամբողջ Հայաստանում հիմա այդպիսի կառույց ես գիտում չեմ։ Դրանցն ռեալականը յուրան տարիներին նաև ամբողջ Կովկասի հատված ավալել շատ մեծ նշանակություն ունենա։ Դա առաջինն է լավացին, ես այդ կենտրոնները փորձան դին ընտրիմ։ Ինչքանով իրաց կարևորություն իհարկե Արցախ ցանկացած ամենակարն ու խոտն է մեզ հետ կարևոր է, բայց փորձամ ամենակարևոր որտեղ մի գրքում ինը մանկական կարիչ լող տեղավորցնից
ու իրաք ռեալական ուսումնարանում հայտնաբերում մի հատ արձանիկ ու առաջի անգամ իրաք դառնչվում կախարդանքի վերերկուսա 9 կմ արձանիկին այդ արձանիկը կենթանանում է սկսում է իրաք հեշտվելի գործընթացը ու դրա իրաք արդեն իրաց այդ հետաքրությունը այդ կախարդանքը սկսում է իրաց միավորելը ու արդեն իրաք փորձում են իրաց դեդոին ինչ հասին վեր այդ կելֆը ռասպիալական էակա ստեղծված հնարովի ինքնից որ Արցախում է ու հետագայում դա արդեն պատմում ինքը խրակ հարացա ինքը խրատը հայտնվել ինքը вообще հուա եւ այլն այսպես հարցեր ու խոխենքի արդեն սկսում իրաց դեդոյիններ իրաց մաշինավը սկսում են մանկյալ Արցախի պատմամշակութային վայրերում իրաք նպատակ ունենալով իրաց կերֆի ու հետագայում իրաց հանդիպած առաջի կախարդի Սպիտակամորուսի օգնությամբ այդ առաջադրանքը իրաստան վեր կատարին բայց դեդոյին ասում մեզ բանած է ուտի մանկյալ ընթացքում կերֆը իրաց սկսում է պատմելու ծանոթացնելը Արցախի պատմամշակութային վայրերին իրաք սաղ շրջանները մնում են բոլորիս հայտնի վայրերում մնում հայտնի վայրերում իրաք ծանոթանում են մշակույթին եւ իրաց առաջադրանքն են փորձում կատարին եւ ամենակարևորը ինձ հետեւ ես դրա շեշտը տալու եմ ծանոթանում են արցախցի մարդկանց հետ ու դա շատ մեծ կարևոր գիծացու կերպարը վեր բացահայտում նրանց հետ տարբեր շրջաններում ունենք Մարտակերտում, Հադրութում, Մարտունիում իրաք տարբեր ամեն մինը մի մեծ կոլորիտ է հաստատ ու այդ ամեն ինչը վերջում ամենտեղ իրան համոհոտը փորձալու հնարավորինս պահպանին շատ լավ այսինքն այդ խոխերքը կերֆին հետ միասին բացահայտում են Արցախը ոչ միայն պատմամշակութային վայրերը այլ նաև Արցախցու կերպարը միասնական հավաքական ինչպես նաև ամեն շրջանի առանձնահատկությունները սնունդը մարդիկ ճարտարապետություն մշակույթ ու այդքան այդ մանկական ոճը պահել է մանկական ֆենտեզի պատմություն իրաք տրանսզուգահեռ փորձում են ճինային կախարդակը ինչա որտեղ իրաք դրանից զարմանում են վախում են իրաք ընթացքում պատահում են չար ուժերի իրաք Արցախը երևի ուզում չեմ ասին բայց երևի գաղագուշակիկ վերվայրում գտնում է չար ուժերի ղեկավարը պատկերացրեցի մոտավորապես ու հայտնվել այդտեղ ու պատմությունը կարելի է ասած որոշակիորեն ավարտում է բայց ավարտում չի որտեղ մխիլա հարցերի պատասխաններ մնում անավարտ վեր իրաք պիտի ապագայում ստանան շատ լավ շատ մանրամասն լավ այսինքն ինչ որտեղ նաև թողելով էլի մխելավ բաց է պիտի հետաքրքրից մի անգամից հասը մենք էլ ինձանայինի հարցազրույց կթողենք գնամ այս գիրքը կրտերին բայց հաստատ սա կազմակերպվելու է առաջիկայում նախ ուզում եմ հատ հասկանամ մեր Հայկն ու Արևիկը ինչ արձագանք են կոնկրետ Հայկը եւ Արևիկը վեր իրանք նախապես գիտելիս են այլ իրանք կերպարներն են նական այս Պապուն եւ Պարիկամին կողմից ստեղծված գիրքումը թե հետոին գիտացալ ինչ արձագանք են տվել փոխերքը ուրեմն իրաք դեռ քուճի են հարա իրաք այս պայն հագիդում են գիրքը եւ այլն տասալ թերթանում բայց հələ կարում չեն կարծում իրանք քանի տարեկան են 3 ու 5 հա գիրքումն է 11 այսինքն ես իրաք ինձ նշնչալ ես իրաց ապագա մեծանալ տարիք կերպարը այգի կերպարը 11 տարեկան է գրքում բայց մենք խոխենք հսրաս իրանց հետի կարթից դա հա պա ինչի մասը դե իմ աղջիկս հələ շատ հասկանում չի ուզում է նկարներ պենանել մեջի մի քանի հերոսելի կավելասն բայց մեծերի հետ ավելի արդեն հասուն տարիքի խոխենք եւ կարդում են արձագանքներ շատ կա գիրքը մայիսից վաճառքում է շնորհանդեսը սեպտեմբերի 13-ին խմբապրոգրամում այդտեղ կարինք ցերկ բերինք շտեղա վաճառում գիրքը օնլայն հարթակում գրախանում Դա Վինչի հրատարակչության հեղինակային գիրքնամարում ես հեղինակ վաճառումը Դա Վինչի հրատարակչության խանութներում նոր գրախանութցանցում ինչպես նաև իմ տեղեկությունով բոլոր գրախանութներում առկա շատ լավ ցանկության դեպքում դա կարինք անպայման ցերկ հենց իրանց էջին եթե գիրիկ մեծ սիրով առաքելուն շատ լավ կախարդական ձեռնոցներ շարքի առաջին գիրքն է սա ես այդ հայտարարության մեջ եմ սա կարդալ իսկ այդ շարքի մասին ինչ կպատմես Գառնիկ այսինքն այս գիրքը ունենալու է շարունակությունը թե ուղղակի այս թեմայի մեջ նոր ստեղծագործություն են Ուրեմն հա ամենասկզբից որ ասում պատմության այս աշխարհն փորձաստեղծում ես ավելի մեծ մասշտաբներ ամ երկալալ այսինքն ես արդեն մի քանի հատ առաջ ես յուտում գործողություններ շտաբլի տանիմ ու դա ընդհանուր ոզում հայկական լեռնաշխարհի կախարդների մասին մեծ պատմություն սարքիմ ու դրա առաջի գիրքը լալ Արցախում հերոսները արդեն հաջորդվել են ինելու նույնը այլ վայրում ու այդ պատմությունները ինչ է Արցախում կեսատա մնացալու իրանց պատասխան ստացած չեն կամաց-կամաց պիտի իրաց
Այսինքն աշխարհագրությունը Արցախից դուսակյալու ամբողջ հայկական լեռնաշխարհը, որտեղ իրանք արդեն այդ կախարդանքը 5 տարիից ակյամ դες դա խոսում պատմական ինչ-որ իրադարձություններից էլ ու քանի վերմուկ պատարթայդի ժողովուրդում մենք սա հալամ կարդալ չենք, բայց ուզում հրցնի երկրորդ հիբա նախատեսում երկրորդ էսպային գիրում հա արդեն ընթացքի մեջ աշխատանքները Գարնիկ իսկ դու հիբս քեզ հայտնաբերալ կամ բացահայտալ մանկական ֆենտեզի ժանրում հիբվանից այդ ձիրքդ դի զարգացած նշենում դպրոցի վաղ ինտերնետ չլա, տելեֆոն չլա, կալյասած տելևիզոր չլա, սա որ արկա գիրքերը հիշում այդ մեր գրադարանին ամենաեղած երկու հայտնի գիրքերը 100-ավոր անգամ կարդալ եմ Արքայազն ու աղքատը ու Գուլիվերի ճանապարհորդությունները երևի այդ Գուլիվերի ճանապարհությունը իր նստվածքի մեջ դիա թողալա ու կրթիլա միշտ նշումներ եմ անելիս ու ես ամեն ինչից հետո ինձ այդ ամենացավալի կետերից մինեն արա վերի բազմաթիվ նշումները միշտ նույնիսկ նա թողելիս ապագայում հիբերկայի մելակի արդեն հնարավորություն եկել գիրում տրասա մնացա մեշենումը ինձ այդ ամենապահով տղունցում մեշեները միշտ ինչ-որներից նա դեռնաբերից Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղը Այսինքն 2020-ից հետո արդեն քեզ հնարավորություն չլեր Հա, այդ ընթացքում էր դե պատկերացրած ինչ կնիվի հələ կամ դրա մասին մտածի մետիմ գրված բաները ու դրանից դու այնց այդ ցավալի պենալար ու դրանից դու արդեն 2022 թվականին գեղամալյարների ակնալիճում ես արշավքեցալ ու տայից ոգեշնչալ վերջնական վերջապես իմ առաջի գիրքի վրա փորձիմ աշխատիմ ու առաջի գիրքը դետեկտիվ թրիլեր ժանրում ալալ արկածած երիտասարդների մասին ու քինաման արշավ դետեկտիվ ժանրի կանոններով գիշերը սպանություն այնում Լավ, հիմա անցկենում պատար Հադրութաշրջանի մասին խոսելու մինչև քանի տարի կաննաս ապրալ Քյուրաթաղ Դպրոցական տարիների դրանից հետո արդեն ապրամ Ստեփանակերտում աշխատալ Այևի համալսարանը արդեն համալսարան աշխատал Իսկ ինչ կպատնիս շենի մասին օրինակ դու սոր մի քանի հետ ասեցիր իմ ամենասիրելի ըստից ինձ էդի ամենաապահով վայրն էլ ու հոգեբանորեն հոգեբանական առումով եւ այլն բան զգում վերոզմս թարիփանիս Քյուրաթաղի մասին եւ օզում շարունակիկ ինչավա Քյուրաթաղը առանձնանում քսետի ինչ լավ երջանիկ ու հրաշալի ժամանակներից դեռ անցկացրավ Դե գնում թա Բարձա որպես ծնդավայր մանկություն անցկացած հա բայց հիմա փորձենք ստի ավելի կոզիմ բեներ պատմիս կամ թեկուզ ընդղեն մասին կոլորիտային ավելի շատ պատմիս վեր ես էլ քզն հետ մտովի տեղափոխվեմ Քյուրաթաղ Քյուրաթաղը երեք կողմերից հենց տներին կպած անտառներով պատված է դա ինձ թվում ամենամիանգամից տեսքը հենց բլուրների արանքով դուսլակել է շեննա ու երեք կողմերից պատված անտառներով գետակով Քո ամենասիրելի վայրը վերնա շենումը իրել Դաշտերը, երևի դաշտերը, անտառները, միշտ քայլելիս Իսկ եթե խոսենք օրինակ Քյուրաթաղի ավանդույթներից, ձեր պապական տան ավանդույթներից, ինչ կպատնիս Դա ամենակարևոր ավանդույթը Վերկարոտումս լի մենք շատ դրա Ամենակարևոր ավանդույթը թոթափելն է Վերի մասին ես գիրքում փոքրիկ անդրադարձել եմ որպես Հադրության կոլորիտի մի մաս ընդհանուր արցախյան, բայց դե ներկայացում որպես Հադրության Նաև ու այդ ահին там լավ հուշերել ասում։ Հետո այդ process-ը ոնց է կատարվել իսկ կարից պատմես պատար։ Թոթափելը շատ հետարքի ես երևի 13-14 տարեկանից հիշում վեր արդեն պարտադրես նո ես սպեցիալամ է թոթափին ծառայից։ Որպես բոյավ երևի։ Նաև հա։ Այդ էլկա։ Ու վերքավը քրել կազմակերպելիս թոթափելի այդ գործընթացը։ Ընտանիքներով, բարեկամներով դե գիտումս երևի գործընթացը մինը բի թափի 4 հոգի բռնե։ Ահա Ներքևում պարտադի 5 հոգի պիտի լինի, իրար օգնելավ, իրար այդ բենելալա, դե տելեֆոն չկա, այնպես չկա, պիտի քիներված տալավսներ, բաբոյաստոն, իրաց ցենտայրքային, կենվագներին, հետո իրաքես դու իրաց դելի։ Հետո այդ շալատինիկ տափին, դող նստիկ միասին թոթոտիկ։ Լավ էրոտիկ մացածնել տանիք բեկմեզեփի։ Հա։ Շատ լավ։ Գարնիկ հետո արդեն տեղափոխվել Ստեփանակերտ եւ լրագրողի մասնագիտությունս ցերկ բերալ ու շարունակած աշխատել որպես լրագրող, քո ակտիվ գործունեությամբ, դե քեզ չնեն չմնքտղից այդ ոլորտից եւ այլն, բայց այդ լրագրողական գործունեության եւ քո աշխատանքի տարիների նաեւ ֆենտեզի ժանրի ստեղծագործական ազատ ժամերիդ բեմ բհելիսը սիրել քզետի թա չէ։
Հա, այդ ընթացքում ես որ ասում շկոլի վախտը նշումն այդ մեմլանից ես հասկացա որ արդեն մցանումս, այսինքն ինչ որ դες բանաստեղծություններ կամ պատասխաններ փոքր Արցախյան թերթերում տպագրվում, բայց հասկացա որ ավելի մեծ գործ է դեպի շատ կարծես։ Շատ եմ կարդալ լրագրողի մասնակցությունը թույլ է տալ մարդկանց շատ շփվել, շատ տարբեր գյուղերում լինել, շատ տարբեր օրինակիրքեր, շատ վայրեր հենց այս գործի ճինանչիլ ու այդ մարդկանց հետ շփումը, մարդկային հոգեբանություն հասկանալ իրական թույլ է տամ գիրքում շատ օգնալ։ Դա ես ինքը զարգացնում ասում ու պլյուս ասում ընթացքում դի շատ կարծես։ Օրինակ գիրք սկսելուց առաջ ես նորից մի հատ հետ ընկեցա մեր սաղ այդ երկաթագիրների գիրքերը հեշտ հնարավոր նորից լող կարդալ մց հասակում նորով ես հիշում իրական ինչ նույնս ասա միջազգային հայտնի բեներն ու կարդալ Հանս Քրիստիան Անդերսենից միջև Հարի Պոթեր տեսնամ տենդեսնեն вообще հունցա ինչն անում դու արդեն ըստրա արդեն հասկանում ես ինչ նոր տեն կարելի արած է հետարքրեն հնարավորինս փորձած ամբողջությամբ ուսումնասիրիս ամբողջությամբ ինչքան հնարավորինս ամբողջությամբ հիմա էլ օրինակ ուսումնասիրում որտեղ արդեն եւ հերոսներն ամացանում ես արդեն ավելի մեծ բնականաբար հաջորդ գիրքում իրակ մեծ պիտի լինի ես պիտի փորձեմ իրաց ավելի մեծ ներկայացնել որպեսզի ընթերցողներ տատասնա ավելի մեծ աշխարհ ավելի արդեն թեմաները իրաց տարիքել բնականաբար մեծանալու որտեղ իրակ ասում մեծ ընդհանուր հայկական աշխարհը մեծ կախարդական աշխարհը Շատ լավ եւ վերջում մեր զրույցի եթե ամբողջացնենք այս ամեն ինչը եւ քու գործունեությունը նաեւ որպես ստեղծագործողի կոնկրետ ժենգյալի համը անվանումը ոնցս ընտրալ եւ ինչ ուղերձոն է այս գիրքը Անվան շուրջ դե մխիլա քննարկումներ ալյալ բնականաբար մի քանի տարբերակներ ալյալ նույնիսկ վերջում 3 հատի շուրջ այդ կողմնորոշվել չկա բայց գիրքում յուրաց այդ մտերմության յուրաց այդ Արցախի ճնշելու մի կարևոր բենլելը սնունդու հենց ժենգելով հացը վեր այդ յուրաց միավորալա ու մղա դեպի կախարդանքի աշխարհ ու որոշանակ ինչ որ տարբերով դե անունի եւ Արցախնաբնութագրում եւ ինչ որ տարբերով այսինքն ինչ որ շաբլոն անունին ու սոմ ստացվալ արձագանքներն դրականա եւ ինչ գերագույն նպատակս հետա բնդում այս գրքով ուղերձը ասելիքը Ճինանչին մեր Արցախը միշտ հիշին ու մոռանանք, ոչ այս բանը իր ամենակարևոր տայա։ Ես դա փորձեմ այդ անիմ։ Շատ լավ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու հետ եւ շնորհակալություն վեր ունեցանք այդ հնարավորությունը ավելի մանրամասն ուսումնասիրելի գիրքը, բայց բարձավեր պիտի անպայման ընթերցինք, որպեսզի ամեն մեկս մեր արդեն պատկերացումներով սա ընկալինք, ստի ասած։ Դե մեր հյուրն է լրագրող Գառնիկ Ալեքսանյանը, յուրան ժենգյալի համը մանկական ֆենտեզի ժանրում գիրքն է ներկայացրավ։ Իսկ այսօր արդեն գիտում մեր խոխորձի ինչ պիտի ասեմ, խոխեք բդրստվեցիք, սոր ուրուգյու մունք միասին կարդում ենք ժենգյալի համը, սաղ ընտանիքավ մի հատ հասկանանք սա ինչա։ Բարլույս Հայաստան։